Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի մեթերում։ Այսօր, ինչպես ամեն շաբաթ այսօրին, ես քննարկումներ եմ ունենալու քաղաքագետ Ազատ Ադամյանի եւ Արդար հայ նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Մակարյանի հետ։ Շնորհակալ եմ բարոյեք այս հնարավորության համար։ Մենք ամեն շաբաթ այսպես կարևորագույն թեմաների մասին ենք խոսում, փորձում ենք վերլուծել եւ անցյալը, եւ ներկան, եւ սպասվող ապագան, Եվ ամենաշատ անհանգստացնող հարցը հասարակության քրթական մակարդակն է։ Մենք հատկապես 2021-ին աղետալի ձևով արձանագրեցինք, որ այդ տգիտության մակարդակը հասարակության մեջ ազգային անվտանգության սպառնալիք է այլևս, եւ սա ինչու եմ ասում 2021-ին, երբ հազարավոր մարդիկ հավատում էին այն լուրին, որ երկրի նախկին նախագահներից մեկի նկուղում պահում են գերիներ ու դա տարածում են, ասենք ես դա լսել եմ հարյուրավոր ծանոթներից եւ Facebook-ում սոցիալական ցանցում տեսեմ, որ դրանով կիսվում հավատում են հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ, Սա կամ մեկ այլ դրվագով, երբ Արցախի որոշ տարածքներ հանձնվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ հավատում էին նրան, որ մենք տվել ենք Արցախը, որպեսզի Նախիջևանը վերցնենք, որովհետև այս 100 տարվա պայմանագիրը լրանում է, Նախիջևանի վերաբերյալ ստորագրված։ Մի խոսքով, սրանք ցուցիչներ են, որ ակնհայտորեն ցույց են տալիս, որ հասարակության մեջ տգիտության մակարդակը վտանգավոր աստիճանի է։ Նախ ինչ է տգիտությունը, ինչու են մարդիկ հավատում նման միֆերի, կամ պարզ է, որ կլինեն ցանկացած հասարակության մեջ շերտեր, որոնք կհավատան նման միֆերի, ինչպես օրինակ մարդիկ կան, որոնք հավատում են, որ երկրագունդը տափակ է, եւ մինչեւ հիմա հավատում են, որ շարունակում են փղերի վրա մնալ այդ երկրագունդը։ Եվ ինչ խնդիրներ է առաջացնում այս տգիտությունը, խնդրեմ։ Շնորհակալություն, կարծում եմ տգիտությունը այո կարևորագույն թեմաներից է այսօր Հայաստանի, որովհետև կարելի է նույնիսկ հաղորդումը եւ մեր ասելիքը ձևակերպենք եւ վերնագրենք դեռ 800 տարի վաղեմույթությամբ 13-րդ դարում ապրած Մխիթար Վարդան այգեկցու մի շատ կարևոր առակով, որ հենց այդպես էլ կոչվում է տգետը եւ ինքը հանգուցալուծում է հետեւյալ ձևով, որ մինչեւ չմեռնի տգիտությունը կանգուն չի մնա տերությունը, այսինքն պետությունը։ Եվ կարծես դա այդ 800-ամյա վաղեմույթությամբ մարգարեաբար հնչում է նաև այսօր, որտեղ տգիտությունը համատարած երևույթ է դարձել այսօր Հայաստանում, կարելի ասել նույնիսկ կենսակերպ է դառել, մտածողության ձև է դառել, վարքագիծ է դառել նույնիսկ, եւ տգիտությունը պարզունակ անգրագիտության մասին չէ, տեղյակ չլինելու մասին չէ, այլ տգիտությունը կոնկրետ վարքագիծ կենսակերպի մասին, որ արդեն վտանգում է։ Ես ասեմ ամբողջ բոլոր դրսևորումների մեջ, որ տգիտությունը իր բազմաշերտությամբ կարելի է մի ամբողջական այսպես ներկայացնել, որպես սոցիալ-հասարակական կյանքի վարակներ, հիվանդություններ։ Կարելի ասել այսօր թե ինչով է վարակված մեր հասարակությունը այդ տգիտության դրսևորումների մեջ, ամենացածր, կարող չասենք ցածր ու բարձր չկա իր զարգացման աստիճաններ, դա ագահությունն է։ Ագահությունը նույնպես իր անհագուրտության մեջ, որ այսօր համատարած տիրում է մեր Հայաստան աշխարհում, հատկապես Երևանում, դրսևորում է, տգիտության դրսևորում է, որ անընդհատ հարստանալու, անընդհատ այդ ընչաքաղցությամբ ապրելու մոլուցքը դա նույնպես տգիտության դրսևորում է, այսինքն չկա արժեքային ավելի բարձր համակարգ եւ ավելի ցածր համակարգի մեջ այդ անընդհատ հարստություն կուտակելու, դիզելու վաղն ավելի շատ, մյուս օրն ավելի շատ այդ մրցավազքը
նույնպես տգիտության դրսևորումը, որտեղ ուշ թե շուտ այդ ամեն ինչը կարող է փոշիանալ, բայց կյանքը իր արժեքայնությամբ երբեք չապրվել։ Դա եւ մեկ անհատի առումով եւ հավաքականության առումով եւ այսօր ամբողջ մեր հանրապետությունը իր հետանկախության 30 տարիների ընթացքում չկարողացավ բարձրագույն արժեքներ դավանել ու բարձրագույն արժեքների գնալ եւ իր արժեքը եղավ ընդհանրապես ընչաքաղցություն, այդ ինչքը հարստությունը կուտակելը թե մեկ անհատի առումով, թե ընդհանրապես այդ մրցավազքի մեջ ինքնասպառվելու առումով։ Եվ այսպես այդ ագահությունը մեզ բերեց հասցրեց այնտեղ, որ մենք Արցախը կորցրեցինք եւ այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը վտանգված։ Սա այդ դրսևորումներից մեկն է։ Բայց հիմա տեսեք, այդ նույն տգիտությունը եւ մեկը այլ արդեն ժամանակակից վերջի մի քանի տարիներում սկսեց դրսևորվել համատարած ստի, կեղծիքի ու խաբեության ձևով։ Սա էլ է տգիտության մի ձև, որտեղ դոմինանտ նորից արժեքը, նորից կենսակերպը, հասարակական վարքագիծը, ընդհանրապես մեր առօրյան ծնվում, ձևավորում, զարգանում է ստի կեղծիքի վրա, այսինքն որքան շատ սուտ, որքան շատ խաբեություն, որքան շատ մոլորություն, դա մեր ընդհանուր, այսպես ասած, ընդհանուր կենսակերպն է, հունն է։ Հիմա տեսեք, այդ ամեն ինչը բերեց տգիտության ամենաբարձրագույն դրսևորում, թվում էր թե, ես կարծում եմ, որ դա ամենաբարձրագույն դրսևորումն է համատարած եւ տոտալ դավաճանության։ Եվ իմ կարծիքով այստեղից այն կողմ այլևս չկա տգիտությանը սահման, որտեղ դա իր բարձակետն է եւ այդ տոտալ դավաճանությունը եւ համակարգային դավաճանությունը Արցախն ուրանալը, Հայաստանի Հանրապետության սահմաններն ուրանալը, Հայաստանի Հանրապետության արժեքները ուրանալ, թվում է թե դա վերջն է, բայց հիմա մենք եկել ենք այդ տգիտության սահմաններ ենք անցել այդ դավաճանության եւ տոտալ ուրացման մեջ ենք եւ այդ ուրացումը ինքը դրսևորվում է արդեն նույնիսկ կրոնական հավատամքային մեր սրբությունների հանդեպ ոտնձգություններով եւ այդ եկեղեցու ամբողջ համակարգի դեմ արշավով եւ այդ արշավին բանից պարզվում է որ կան հասարակության մեջ որոշակի շերտեր, որոշակի զանգվածներ, որոշակի պարտավորությունների տակ մնացած մարդիկ, պաշտոնյաներ, հա, այսպես ասած նույնիսկ պետական կառույցներ, որոնք այդ համակարգին շարունակում են նորից այդ տգիտության այդ դրսևորման գնալ, այսինքն մտել ենք հիմա տոտալ ուրացման։ Արդեն մարդ վախենում է կարծել, լավ այդ մտածել այդ ուրացումից հետո ինչ ավելի կրիտիկական աստիճան կամ դրսևորում է ունենալու այդ տգիտությունը, վախենամ, որ այս ընթացքը, ինչպես միշտ կրկնում եմ, այս վարակները, սոցիալ-հասարակական հիվանդության այս վարակները մեզ բերեն այնտեղ, որ ամբողջությամբ հասարակական օրգանիզմը կորցնելով իր իմունային համակարգը գնա ինքնակայքայման, իսկ ինքնակայքայման հետևանքով ասել եմ, հասարակական կառույցը կփլուզվի, եթե հասարակական կառույցը փլուզվի, արդեն պետականությունը արտաքին ամենաթեթև ազդակի հետևանքով կարա կորուստ լինի։ Մենք տեսել ենք Արցախի նման կորուստ, Հայաստանի Հանրապետությունն էլ կարող է գնալ այդ ճանապարհով, եւ հետեւաբար ինչպես ասում ենք, տգիտության այդ բոլոր դրսևորումների մեջ ագահության դեմ կարա պայքարի միայն չափավորությունից, չափավորությունը կարա դնի միայն արդարությունը, առանց արդարության, այսպես դոմինանտ ազդեցության, ագահությունը սահման երբեք չունի եւ մարդն ինքնինով չափ չի կարող դնել։ Այսինքն միայն դրա դեմը կարող է առնել արդարությունը, ստի կեղծիքի խաբեության դեմը կարող է առնել միայն ճշմարտությունը։ Ինչպես մոռացած է հաջորդ աստիճանը այդ բանի տգիտության, որ հիմա համատարած կա ատելությունը, համատարած թշնամանքը, հայոյախոսությունը, սա դրա հետևանքներից մեկն է։ Այսինքն եթե մենք տեսնենք, ապա իր բոլոր այդ դրսևորումներով ծայրահեղ վիճակի մեջ ենք, իսկ այդ ատելությանն էլ, խաբեությանն էլ, մոլորությունն էլ կարող է միայն փրկել ներողամտությունը, հանդուրժողականությունը եւ համընդհանուր սերը, եթե այդպիսի բան ասել է ներողամտություն։ Հիմա մենք Նիկոլ Փաշինյանը համընդհանուր սիրո մեջ կարող ապրել։ Չէ, իհարկե ոչ, խոսքը չի վերաբերվում չէ, իհարկե պետք է բացել։ Խնդիրն այստեղ չէ ոչ այն մարդկանց մասին, ովքեր ինձ գեներացնում են չարությունը, ատելությունը, նույն կեղծիքը, խաբեությունը, որտեղ շատ դեպքերում այդ մարդիկ իրենք հենց մարմնավորումն են այդ բոլոր արատների եւ այդ մարմնավորով իրենք են ամբողջությամբ արատ դարձել։ Այսինքն դիմացինը ոչ թե անց անհատականությունը, որ դու անց անհատականության հետ քո մարդկային ներողամտության չափորոշիչներով մոտենաս, այլ ինքը հենց ինքը չարիքի մարմնացում է եւ ինքը հենց այդ ատելության այդ ամեն ինչի արատը ինքն է, հետեւաբար արատն այլևս անձնային որակ չէ, արատի այդպիսի արատի հանդեպ չես կարող անձնային դրսևորում ցույց տալ։ Նրա հետ գործում են այլ օրենքներ, այլ օրինաչափություններ, որպեսզի ինքը նոր չարիք չծնի։ Այսինքն մենք խոսում ենք ներողամտության, բարեգտության եւ այլնի եւ սիրո մասին, չենք խոսում այն բանի մասին, ինչը անընդհատ գեներացնում է չարիք, ատելություն։ Ավելին դու պետք է ընդհատես այդ չարիքը
պայքարես դրան հաղթելու համար, որովհետեւ ինքը շարունակաբար ճարիք չարտադրի։ Իսկ շատ հստակ պետք է ասել։ Երբ ես խոսում եմ սիրո եւ հանդուրժողականության մասին եւ ներողամտության մասին, հասարակական ընդհանուր մթնոլորտը վերակենդանացնելու, վերաբժշկելու խնդիր կա, եւ դա էլ եմ ասել, միակ հնարավոր արդարությունն է։ Այո, ճարիքը շարունակում գեներացնել իշխանության, դեպ մեր հաջորդ քննարկումից դրա մասին կլինի իշխանության փոփոխության մասին, քանի ճարիքը մնում է իշխանության, ինքը շարունակում որպես ճարիքի գեներալ աղբյուր անընդհատ սնուցել հասարակությանը այդ ճարիքով, որովհետև մի պահ ուղղակի պատկերացրեք հանրային անհանդուրժողականության, այս ատելության իշխանական դոզան, որ անջատվի, մեր հասարակությունը լրիվ փոխվելու է, ուրիշ պատկերա ստանալու եւ այն փոքր օջախները, որ կան ատելության, արդեն մարելու են։ Հիմա ես կուզեմ նաեւ Ազատին լսել, ինչպես պայքարել քո տեսակետով տգիտության դեմ, որովհետեւ տգիտության կարծում հաջորդ խնդիրը, կարևորագույն խնդիրն այն է, կամ դժվարություն առաջացնող խնդիրն այն է, որ այդ մարդիկ չգիտեն, որ իրենք տգիտության դեսպաններն են, տգիտության կրողներ են, այդ մարդիկ կարծում են, թե դա աշխարհայացք է, փիլիսոփայություն է ու իրենք լավ բանով են զբաղված, հա։ Ուրեմն, ինչ է նախ պետք է ձևակերպել ինչ է տգիտությունը։ Ես համաձայն եմ ընկեր Մակարյանի հետ, որ անիրազեկությունը, պարզամտությունը, միամտությունը, անտեղյակությունը դա տգիտություն չէ։ Ուրեմն մինչև պատմության նորագույն շրջանը 1918 թվականը մենք ունենք բառեր, որոնք այլ հոմանիշներ ունեն, դրանցից մեկը տգիտությունն էր, անբանը մինչև ինձ ծանոթ գրականության մեջ մինչև 19-րդ դարի վերջ անբանը լրիվ այլ իմաստ ուներ։ Անբանը նոր է սովետական գրականության մեջ արդեն անբանը հոմանիշ դառավ ալարկոտության հետ։ Անբան լրիվ այլ բան էր նշանակում։ Անբանը հոմանիշ էր տգետի հետ։ Ուրեմն Եղիշեն, մեր հայկական մտքի նախահայրերից Եղիշեն պատմաբան ասում էր բոլոր ճարիքների արմատը տգիտությունն է, բայց Եղիշեի նշած տգիտությունը դա անիրազեկությունը, անտեղյակությունը եւ պարզամտությունը չէր։ Տգիտությունը Աստծո խոսքը չիմանալն էր։ Անբանությունը բանը, լոգոսը Աստծո ուսմունքը չիմանալն էր։ Հիմա այս ամենը շատ մեծ երկիր մոլորակում տեղի ունեցող process-ի մի փոքրիկ մաս է, որը դրսևորվում է մեզ մոտ։ Հիմա պատմության նոր շրջանից այս կողմ 1648-ից այս կողմ մենք ինչ ենք ասում կամ պահպանողականներն ինչ են ասում արևմտամետություն կամ լիբերալիզմ բոլոր ազգ պետությունների արժե համակարգների ավանդույթների թշնամին է, ճիշտ է, բայց այս լիբերալիզմը մի պարզ բառով մենք բովանդակում ենք որպես աստվածամերժություն, բայց դրանից հետ են գնում այս արևմտամետության կվինտեսենցիան էությունը, դրանից առաջ կրել է կաթոլիկությունը, կաթոլիկությունից առաջ կաթոլիկության կվինտեսենցիան եղել է հունարոմեականության կվինտեսենցիան, նրանից առաջ եգիպտականից առաջ չգիտենք հստակ ասորական կար թե այլ մի բան կար, բայց հետ են գնում արդեն Բաբելոն։ Սա բաբելոնիզմի կվինտեսենցիան է, այսինքն ամեն ինչը դրվում է մարդկային մտքի եւ մարդկային իրավունքի վրա։ Սա շատ խորը թեմա է եւ այս տգիտությունը մարդու, որ գալիս է պետք է միայն իր եսը կերակրի եւ իրանից դուրս ոչ մի բան չի տեսնում, սրանով է պայմանավորված, որ մարդը իր համար է մտածում եւ իր համար է գործում։ Ուրեմն այս համացանցային իրականությունը սովորություն է մեր մոտ բերել, չէ, որ ամեն կարևոր տոնի ինչ որ մի ձև, ինչ որ մի տոն շնորհավորում ենք, դա մեծ հայրենական պատերազմի օր, սեպտեմբերի 1-ը գիտելիքի օր, ուրեմն տարիներ շարունակ գիտելիքի օրը ես այսպիսի մի տող եմ գրում, կրթությունն առանց դաստիարակության չարիք է։ Այս միտքը ինչից է իմ մոտ ձևավորվել, ուրեմն դաստիարակությունը լինում է հոգևոր։ Այսինքն պետք է հոգևոր աստվածային հիմք ունենալ, իսկ կրթությունը դա մարդկային է։ Դա հետաքրքիր է, որ ոնց որ այսպես բան նախախնամություն լիներ այս թեման քննարկելուց առաջ մի հատ գրառում աչքովս ընկավ այդ լիբերալիզմի քարոզիչներից մեկի կողմից գրված տարիներ առաջվա գրառում էր, որ գրված էր, որտեղ գրված էր, որ երեխաներին կրոնական դաստիարակություն տալու փոխարեն
ավելի լավ է սովորեցնենք ոնց պետական հաստատություն դիմում գրի, այսինքն դա ավելի կարևոր է, քան իհարկե պետական հաստատություն դիմում գրելը կարևոր է, բայց կրոնական պատկերացումներ տալը, արժեքային պատկերացումներ տալը այդ երեխայի մոտ բարի ու չարի բան է առաջացնելու, այսինքն պատկերացումներ է առաջացնում լավի ու վատի ու մարդը ի վերջո հենց այդ տրամաբանության մեջ կարող է մարդ լինել։ Դու կարող ես պետական ինստիտուտներ լավ դիմում գրել իմանալ, բայց լինես ամենաավարտված սրիկան, որպես մարդ։ Հենց դա է այդ հայտնի դասական մեթոդ, այդ դասական հարցադրումն է առաջ գալի, ասում է երիտասարդը կիրթ էր, այո կիրթ էր, բայց արդյոք բարոյական էր, ոչ բարոյական չէր։ Հենց այդ դաստիարակությունը մարդու մեջ այդ աստվածայինն է դնում, աստվածայինի դրոշն է դնում։ Տեսեք, ուրիշ քո հացի մասին մտածելը, քո ուտելու մասին մտածելը, դա նյութական հոգս է։ Ուրիշի հացի մասին մտածելը, թե ուրիշն ուտում է, թե չի ուտում, սա արդեն հոգևոր հոգս է։ Կարծեմ Տոլստոյն է ասել, թե Կիրիլը չեմ հիշում, այս միտքնով է ասել։ Սա ինչ է, այդ հոգևոր հոգսը մարդուն ուրիշի մասին հոգալը, դա դաստիարակությունն է տալիս։ Իսկ կրթությունը միայն քո եսի մասին, ինչպես քո հարցերը, քո եսին կերակրես, ոչ թե ընդհանուրի մասին մտածես։ Իսկ մենքից դուրս եկած մարդը արդեն անառողջ մարդ է, իսկ մենքից դուրս եսի մասին մտածող հասարակությունն այլևս անառողջ հասարակություն է։ Սա այս ամեն ինչի այդ եսակենտրոնության, աստվածամերժության դրսևորումն է մեզանում։ Սա է տգիտությունը։ Աստծո խոսքը, Աստծո պահանջը մարդուց չարն ու բարին տարբերելը չիմանալն է։ Տգիտությունը սա է։ Այսինքն գալիս ենք դրան, որ սովորական այն այսինքն տգիտության երևից է դրսևորումներից մեկն է կամ այսպես ճյուղերից մեկն է նաև բանը մեդիագրագետ չլինելը, երբ որ դու կարող ես ամենավերջին հիմարությանը հավատալ, որտեղ դու չարի ու բարի տարբերական մեխանիզմ չունես։ Չգիտեմ, դա հայտնի խոսք է, չէ՞։ Նույն ինքը օգտագործվում է հիմնականում փողոցի լեքսիկոնային խոսքը ճիշտը մեկն է։ Բայց այդ խոսքը այլ տեղից է գալիս։ Ճիշտը մեկն է, դա ճշմարտության մասին է։ Դու պետք է ճշմարտությունն իմանաս, որպեսզի մեդիա գրագիտություն ձեռք բերես։ Եթե դու չգիտես որն է ճիշտ, որը սխալ, ինչ էլ քեզ ասեն, դու ըստ իրավիճակի քեզ համապատասխանեցնելու ես քո եսի հետ։ Սա քեզ ձեռ է տալ։ Այսինքն դու փաստերին զգացմունքներով ես վերաբերվում։ Այո, ըստ էմոցիան։ Հիմա սիմպաթիա ունես մի կողմի նկատմամբ, ամեն ասացիացիա կարող ես հավատալ։ Քո արդեն քո ընկալում, եթե դու չունես այն բազիսային ճշմարտությունը, որով պետք է ըստ այդմ ընկալես։ Ճիշտ է, մեզ սարքել են կրթված, մեզ սովորեցրել են, որ սա բաժակ է։ Մենք նայում ենք սա, միանգամից ընկալում ենք, որ սա բաժակ է։ Իսկ մեր չիմացած բաներն արդեն ինչ ուզենք, դա ենք ընկալելու։ Հիմա դրա համար էլ այս մեդիա քաոս կարելի ասել, մեդիա չգիտեմ, խառնաշփոթ կարելի ասել, ում ինչ տրվի ըստ այդ պահի էմոցիայի եւ այդ պահին իրեն ինչ ձեռնատու է, տեսեք Արցախի կորստի մասով բան նշեցիք, այսինքն այդ ժամանակ ցանկացած տղամարդու, առողջ տղամարդու ձեռքեր տալու, որտեղ իր եսով էր չափում, որպեսզի այդպիսի պատասխանով Արցախը հանձնվեր, որովհետեւ կարող էր հարց առաջանալ իրեն տանել բանակ, ինքը դա չէր ուզում։ Եվ իրեն ձեռ էր տալու, որ այդ ձևով ինքը այդ ստին հավատա եւ դա իրեն ճշմարտություն համարի։ Այսինքն գուցե իրեն համոզել էր, որ հավատար։ Այո, իհարկե համոզել էր, որտեվ իրեն ձեռ չէր տալի, որովհետեւ հայկական Արցախը հնարավոր է օրերից մի օր իրեն պարտավորեցնել գնալ այնտեղ կռվելու։ Բայց ջերմուկում կռվեց։ Դե, տեսնում եք, որովհետեւ չգիտեր, հիմա այդ գալիս ենք դրան, որովհետեւ ինքը հիմնական այսօրեականով է մտածում։ Այսօրեական, այս եվրոպեական ինչ որ դոմինանտ գաղափարով է շարժվում, ոչ թե մեծ երկարաժամկետ։ Ուսանողական տարիներին մի կուրսեցի ունեինք, որտեղ խոսում ենք ընդհանրապես զինվորական ծառայության մասին։ Ես այդ ժամանակ կարծում էի, թե սա ինչ-որ անհատի տեսակետ է, բայց հետո փաստորեն տարիներ անց հասկացանք, որ սա հասարակության մոտեցում է, որ ինքը հիմնավորում էր, թե ինչու է ազատվել բանակից, ես էլ զինվորական ծառայությունից նոր է եկել, հա, իմ համար անընդունել էր իր մոտեցումը, ինքը ասում էր, եթե պետք լինի, ես կկռվեմ իմ անվտանգ, ասում եմ, որ բարգո, ասում եմ, թող կռիվը գա հասնի Երևան, ախր ես Երևանցի տղա եմ, ես կկռվեմ, ասում եմ, դեպի խես սպասում, թող թե ձեր մուտք
կոնկրետ ձեր հարգ հասնի կռիվը, նոր երևի թե կկռվես։ Բայց մյուս կողմից հետո տարիներ հետո տեսանք, որ հասարակության լայն զանգվածներն են այդպես մտածում։ Քանի այդ կռիվը ջերմուկում է, ասենք Վարդենիսի բնակչին կամ Արարատի բնակչին դա չի անհանգստացնում։ Քանի Վարդենիսում է, Արարատի ջերմուկի բնակչին չի անհանգստացնում։ Դե մենք այդ թեմայով խոսել ենք այդ թեմայով, դա արդեն դա իշխանությունն է այդ ամենն անում, որպեսզի լինի լոկալ հայրենասիրություն, այսինքն ջերմուկը կորցրեց ջերմուկցին, Վարդենիսը կորցրեց վարդենիսցին, Արցախը կորցրեց արցախցին։ Սա արդեն համընդհանուր սեպարատիզմ է։ Դրա ամենամուգ դրսևորումը եղավ Կիրանցում, երբ որ Փաշինյանը ասաց մենք Կիրանցի բնակիչներ կքննարկենք հողերի հանձնումը, որտեղ բայց այդ հողերը միայն Կիրանցի բնակչինը չի, դա Հայաստանի Հանրապետության հողերը։ Հենց դրա այդ տրամաբանությամբ ասացի, որով դա պետական ռոպագանդա էր, որովհետև լոկալ հայրենասիրություն է սերմանում, որը երկիր քանդելու լավագույն Գակ, այսպես նաև զրույցի այսպես առաջարկի հատվածին, ինչ անել, ինչպես հաղթահարել տգիտությունը, որովհետև մի կողմից իշխանությունը անընդհատ սնուցում է, դա եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունները եւս քարոզում են ըստ էության եսասիրություն, որ դուք լավ լինեք, դուք լավ ապրեք, դուք լավ աշխատանք ունենաք, մնացածի մասին մի մտածեք, ձեր խնդիրը չի ով որ դե ինչ վիճակում կլինի։ Բայց այստեղ այո, Ազատը հետաքրքիր միտք է, այստեղ շատ կարևոր է մենքի հարցը, որովհետև եթե դու մենքից դուրս ես գալիս, անհատապես գուցե լավ լինես։ Բայց դա արդեն մենքի բացակայության, այսինքն պետություն կարող է ունենա մենքը, ոչ թե ես, հա, անհատը չի կարող պետություն ունենալ։ Սա ավելի նուրբ զգայուն եւ ավելի խորը թեմա է։ Տեսեք, անհատը, մարդը սոցիումից դուրս, հասարակությունից դուրս, սա ինչի համար է արվում։ Ինչու են մարդու եսին, ասենք խոսում ենք, չէ, խորքային պետություն, խորքային իշխանություն, ինչի է եսին մենքից առանձնացնում, որովհետև երբ եսը, մարդը հասարակությունից դուրս է գալիս, սկսվում է մարդու ապամարտկայնացման շրջան, ինքը դադարում է մարդ լինելուց։ Իսկ հոգևոր դաստիարակությունը, հոգևոր կրթությունը, ընդհանրապես քրիստոնեությունը մարդուն ինչ է տալիս։ Տանում է դեպի կատարելություն։ Իրենք մարդուն տանում են դեպի ապամարտկայնացում, շատ կոպիտ ասած, դեպի կենթանական բնազդների են տանում։ Տեղից անկատար մարդուն տանում են դեպի զարկում են լրիվ կենթանի։ Եվ ընդ որում իրենց գործը ավելի հեշտ է, որովհետև մարդը դեպի կատարելություն դժվարություններով պիտի անցնի, դեպի կենթանական աշխարհ ավելի քիչ ջանքեր են։ Նեղ դռնով ճամփեն իհարկե դժվար է, մարդը ընտրում է լայն դուռը։ Որովհետև վերջին հաշվով մարդկային գոյության իմաստը կատարելության ճանապարհն է հենց կենթանական բնազդները հաղթահարելու միջոցով։ Նա ծնվել է, ծագել է այդ ճանապարհով եկել, հետեւաբար այդ բնազդները իր մեջ շարունակում են գենետիկորեն մնալ, իր խնդիրն է հաղթահարել դա եւ գնալ դեպի կատարելության։ Այնպես որ իրոք դա դժվար է։ Բայց հիմա ինչ վերաբերում է թե ինչ անել, թերևս հաղթահարելու համար լավագույն օրինակներից մեկը կարող ենք այսպես հեքիաթի լեզվով ասել, անգլիական բարի հեքիաթն է 3 խոզուկների, որտեղ ինչ որտեղ նաև այդ տգիտության դրսևորումը կա, երբ առաջի 2 խոզուկները մեկը ծղոտից է կառուցում, մեկը փայտից, իսկ մյուսը քարից։ Իսկ երկու այդ խոզուկները իրենց այդ քեֆ ուրախության մեջ էին, որտեղ շատ հեշտ կառուցել են իրենց ծղոտի եւ փայտի տունը եւ ամբողջ ժամանակ թրև էին գալի, ուրախանում են, գերուխումի մեջ էին եւ չէին զգում վտանգի գալուստը։ Իսկ մյուս այսպես ասած խոզուկը, որը կառուցել էր, իսկ այստեղ իմաստություն էր պետք, գրագիտություն էր պետք, ճարտարապետելու համար քարից տուն, եւ քարից տուն հենց այնպես չես սարքի։ Դրա համար գիտելիքներ են պետք, հմտություններ ու կարողություններ են պետք։ Հիմա մենք էլ մեր տունը կառուցել ենք եւ ծղոտից, Արցախ աշխարհը եւ Հայաստան աշխարհն էլ փայտից եւ տեսանք Գորշգայլերի առաջին իսկ հարձակման դեպքում չկարողացանք դիմակայել եւ ինչ կատարվեց այն ինչ կառուցել են ծղոտից։ Հիմա խնդիր է առաջացել, արդյոք մենք կարողանանք մեր տունը կառուցել քարից, ճարտարապետել ապագայի այն տունը, որտեղ ինչպես ասացի, այդ տգիտության վարակները, ագահությանը կհակադրենք արդարությունը, ստին կեղծիկին կհակադրենք ճշմարտությունը, ատելությանը կհակադրենք որպես սերն ու ներողամտությունը,
Իսկ մյուս առումով արդեն տգիտությանն էլ կհակադրենք հոգևոր բարձրագույն իմաստության, այսինքն ձեր ասած հաղթարելու համար մենք պետք է ունենանք այդ ճարտարապատման ապագա այդ նախագիծը։ Իսկ մենք ինչ արեցինք 30 տարիների, այստեղ էլ մենք բաժանում ենք որոշակի խորհրդանշական առումով, թե տգիտությունն ինչ դրսևորումներ ունեցավ։ Առաջին շրջանը կարող ենք մենք ասել, որ տգիտությունը ուներ այսպես մեծամիտ եւ գոռոզամիտ դրսևորում, որ այսպես արցախյան հերոսամարտ էր կերտված, որոշ մարդիկ դա առաջնորդել էին կամ իրենց էին վերագրում այդ հաղթանակը եւ եկել էր այդ գոռոզամտության, այո, հպարտության ամենաառաջնային մեղքերից մեկը տգիտությունն, այո, առածումակցություն մեղքը այդ տգիտության ժամանակաշրջանը։ Հետո եկավ գավառամտության տգիտությունը, որ գավառամտությունն էր դարձել մեզի ուղղորդող։ Երրորդ փուլում եկավ ընդհանրապես ավանտյուրաների եւ ինտրիգների տգիտությունը, իսկ հիմա չորրորդ փուլում մենք մտանք այսպես մանիպուլյատիվ տգիտության մեջ, այդ մանիպուլյատիվ տգիտությունն էլ ունեցավ իր փուլային տարբերակը։ Մեղքի մասին հիշեցրեցիր, որ հետաքրքիր է 2018-ին երբ տեղի ունեցավ այդ իշխանահանձնման process-ը, հպարտությունը առաջին մահացու մեղքն էր։ Նիկոլ Փաշինյանը այսպես ուրախությամբ իր հավատացող ժողովրդին անվանում էր հպարտ ժողովուրդ, այսինքն դա ոնց որ ասես մեղքի ժողովուրդ, էլի, ու յուրաքանչյուր քաղաքացի, ովքեր աջակցում էին այդ process-ին եւ հետո երբ որ սրանք իշխանության էին, ասում են մենք երբեք այսքան հպարտ չենք եղել։ Դա եթե մարդը տգետ չլիներ, ապա դա պիտի թարգմաներ այսպես, մենք երբեք այսքան մեղավոր չենք եղել։ Եվ իրականում հենց այդ համընդհանուր մեղավորությունն էր, որ խոսքը Սերժ Սարգսյանին մերժելու մեղավորության մասին, խոսքը ընդհանուր մեղքի մասին է եւ չգիտեմ անգիտակցական եւ տգիտության մակարդակում մենք այդ ժամանակ մեր ուսերին բարձում էին ապագայի հանդեպ։ Մենք այդ ժամանակ էինք բարձում այդ մեղքը մեր ուսերին ապագայի հանդեպ չհասկանալով մենք ինչ մշակութային հեղափոխությունից մենք խոսել ենք այդ մեղքի, ինչպես միշտ ասում են, մեղքի վարձքը մահն է եւ հետեւաբար այն ինչ եկավ նրա համար, որ մենք 18 թվականին այ հպարտությամբ գնացինք ասել ենք այս նույն լսանով որ փոխանակ ասենք ետիցս գնա սատանա մենք ընդհանուր ասեցինք հպարտությամբ ընդունում ենք քո առաջնորդությունը այսինքն տգիտությունը ընդունեցինք որպես մեծ առաջնորդություն հետեւաբար մեզ առաջնորդող տգիտությունը մեզ պետք է բերեր այս անգրվանին իսկ մենք ասեցինք որ այդ մանիպուլյատիվ տգիտությունն ունեցավ առաջին փուլում այսպես ասած պոպուլիստական ամբողջավարական էր հենց ձեր ասած 18 թվականը հետո ինքը մտավ ստի կեղծիքի ավտորիտարիզմի փուլ հիմա մտավ ինքը այսպես ասած համակարգային դավաճանության տոտալիտարիզմի փուլ հիմա վախենում եմ որ մտել ենք չգիտեմ այսպես ուրացման համընդհանուր ուրացման եւ համընդհանուր ուրացման տերորի մենք ինչպես տեսնում ենք դա ահաբեկչության փուլ է որ մարդկանց վրա կոմպրոմատներ տարբեր տեսակի ներգրավում են իրենց շրջանակներ իրենց համ ուրացմանը մասնակից դարձնելու համար եւ այդ ուրացման գործընթացում երբ որ իրենց համար մասնակից են դարձնում ինչ են ասում են բոլորդ եկեք դավաճաններ բոլորդ եղեք ուրացողներ բոլորդ եղեք տգիտներ որտեվ դա է միայն որտեվ դա է իրենց լեգիտիմության աստիճանը որտեվ տգետը չի կարող հանդուրժել գրագետների կամ իմաստունների շրջան դա պետք է պարտադիր բոլորին դարձնի ինչպես տգետ որպեսզի լեգիտիմ լինի հակառակ դեպքում ինքը այդտեղ մերժված է լինելու դրա համար իրենց կռիվ հասարակության հետ այդտեղ է որ բոլոր իրենց պես մեղսաշատ են բոլոր իրենց պես դավաճան են բոլորը իրենց պես ուրացում այդ դեպքում իսկ հասարակության մեջ այսպես թե այնպես հասարակությունը բազմաշերտ է այսպես ասած նմանը նմանին միշտ գտնում է հետեւաբար իրենք իրենց նմաններին գտնելով բայց միևնույն ժամանակ փոքրամասնություն լինելով իրենց իշխանական լծակներն ու օգտագործում են դոմինանտ լինելու եւ այդ դոմինանտությունը համընդհանուր կյանքին նորմ դարձնելու խնդրում սա է ամբողջ ցավը որ եւ ցավն է որ հասարակությունը լինելով մեծամասնություն այս առումով չի կարողանում այդ իշխանական մեծ պարտադրանքի եւ այդ մեծ ռոպագանդայի դեմ համարժեք պայքար մղել եւ համարժեք պայքարով դուրս գալ եւ այստեղ էլ է խնդիրը ինչու այդ ձեր ասած երբ որ ասում եք չէ հարցի լուծում ինչու որտեվ հարցի լուծումը ինչպես ասեցինք այդ պայքարի ձևաչափը այն հին մեթոդներով չէ այլ մի նոր մեթոդ է որտեղ դու պետք է ճարտարապետես այդ քարից տունը այսինքն ապագա Հայաստանի այն տեսլականը որը ոչ թե այնպիսին ինչպիսին 30 տարիների ընթացքում որտեղ ասենք 30 տարիներն էլ ունի տգիտություն այնպիսին չէ ինչպիսին անցնող 30 տարի ինչպես ասեցինք այնտեղ էլ կար այդ տգիտության այդ հպարտության դրսևորումը գոռոզամտության, գավառամտության կամ ավանտյուրաների, բայց հիմա պետք է
այնպիսի մի իմաստուն համակարգ, որտեղ ամենակարևորը պետք է դրված լինի արդարության հիմքի վրա։ Եվ միայն արդարությամբ, իմաստությամբ, սիրով եւ ամենակարևորը երեք խոզուկների հեքիաթը հիշեցի, բայց երեք խոզուկների հեքիաթը գալիս էր ավետարանական պատումից, որ այն կնմանվի այն տգետ մարդուն, ով տունը սարքեց ավազի վրա, ոչ թե ժայռի, այլ պետությունը պետք է կառուցվի աստվածային իմաստություն, ասել է ամփոփելով մեր զրույցը, ասենք տունդ քանդվելու է, քանի դեռ տգետ ես։ Որտեղ տգիտությունը դեպքում ոնց որ այդ աստվածաշնչյան պատումի որտեղ տգիտությունը նայեք ինչ արա ինքը բերել է ազատի ասած այդ ատոմիզացիայի, հա, ատոմիզա բոլորս իսկ ատոմիզացիան բերել է այդ ատելությունը եւ այլ, ինչպես միշտ կրկնում ենք, հա, ինքն իր մեջ բաժան տունը կանգուն չի, նա քաղաքը կավերվի, երկիրն էլ նույնպես հիմա այդ է, որ ինչպես Վարդան Այգեկցին ասես սրանից 800 տարի առաջ, որ մինչև չմեռնի տգիտությունը կանգուն չի մնա տերությունը, այսինքն պետությունը եւ հիմա խնդիրը եկել է որպեսզի համընդհանուր այդ տգիտությունը, որը դարձել է կյանքի կենսակերպ, այդ տգիտությունը հաղթարվի եւ հաղթարվելու դեպքում միայն մեզ համար པարզ կլինի ինչպիսի պետություն ենք ուզում կառուցենք ապագայի, որտեղ էլի կրկնենք արդարությունն է, իմաստությունն է, սերն է, ներողամտությունն է եւ ճշմարտությունը, այսինքն արժեքային հիմք պետք է դնել, եթե մենք 30 տարի կթամենը պետություն ենք կառուցում այդ ընչաքաղցության հիմքի վրա, այդ ագահությամբ անընդհատ, էլի եմ ասում, ագահությունը տրանսֆորմացվեց եւ եկավ հասավ այսօրվա ուրացմանը։ Հետեւաբար, եթե մենք դնում ենք արդարության վրա, արդարությունը նույնպես իր զարգացումների մեջ բերելու է մեզ հասնելու այդ կատարելության ձգող եւ անհատների եւ այդ անհատներով կազմված մեկ ընդհանրության ազգի, այդ ազգն էլ ձգտելու է իր կատարելության տարբեր բարձունքների, իր քաղաքակրթական բարձրագույն դրսևորում։ Այսինքն սա է միակ ճանապարհը, ուղղակի խնդիրն այն է, որ դեռ բոլորը մնացել են 30 տարվա ալգորիթմների մեջ, հետեւաբար այդ հին ալգորիթմները չեն կարողանում հաղթարեն այն կրիտիկական վիճակը, որը ստեղծել է այդ տգիտությունը, հետեւաբար չեն կարողանում մեր երազանքների Հայաստանը կամ պետությունը կառուցել։ Հետեւաբար պետք է մեռնի տգիտությունը, որպեսզի կանգուն մնա տերությունը։ Շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար, իրապես արժեքավոր քննարկում էր եւ ես կարծում եմ ես այս ինչպես մյուս մեր թեմաները երևի թե ելի կվերադառնանք, մի քիչ ավելի կբացենք, հաջորդ թեմայով խոսել ենք իշխանության փոփոխման մասին, սրա մասին խոսել ենք նախորդ եթերներից մեկում, բայց հիմա անհրաժեշտություն եղավ եւս մեկ անգամ խոսել նոր իրողություններ հաշվի առնելով։ Ես հիշեցնեմ, որ քննարկում էինք տգիտության հարցը քաղաքագետ Ազատ Ադամյանի եւ Արդարային նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Մակարյանի հետ, կհանդիպենք եկող շաբաթ։